Ես Գրիգորյան Վախթանգն եմ, 12 տարեկան, ապրում եմ մամայիս ու պապայիս հետ։ Մենք Ղարաբաղից ենք, 2023 թվականի պատերազմից հետո Ղարաբաղից դուրս եկանք, մենք հիմա ստեղ ապրում ենք Վարդով, տուն չունենք։ Ես ունեմ լեզվի ուռուցք, ես 5 տարեկանից ունեմ այդ հիվանդությունը, Մարիկես շատ բժիշկների մոտ ա տարել, բայց ստեղ չեն օգնել, հետո գնացել ենք Մոսկվա, հիվանդանոց, այնտեղ վիրահատություն եմ տարել, բայց էլի չի օգնել։ Արցախում բոլորը գիտեն իմ հիվանդության մասին, ընկերներս, մեր ուսուցչուհիները, ու եթե իմ հետ ինչ-որ բաներ լինում, բոլորը մեջքից կանգնած էին, ու որ ես առաջի անգամ եկա ստեղ, մի քիչ դարվում է, որ կարող է իմանալ իմ հիվանդության մասին, բայց ես ստեղ, որ ընկերներից ասեցի, իրանք ինձ շատ նորմալ հասկացան, ու հիմա էլ ինչ լինում է, իրանք իմ կողքը կանգնած են։ Ես միշտ իմ Մարիկի մոտ ասում եմ, որ խի հենց ես պիտի այս հիվանդությունը ունենայի, ու մամաս ասում է, որ ես պիտի ուժեղ լինեմ, այս փորձությունը հաղթահարեմ։ Ես էլ մտածում եմ, որ իմ Մարիկը ճիշտ է ու ես պիտի հաղթահարեմ այս փորձությունը, որտեվ կարող է կյանքում սրանից ավելի վատ դժվարություններ լինեն, ես կարողանամ դրանք էլ հաղթահարել։ Պապաս գնում է ուրիշի տան շինարարություններն է անում, իսկ Մարիկս դպրոցում ֆիզկուլտուրայի դասատու է աշխատում։ Իմ հարիկը միշտ գնում աշխատում է, փող է բերում տուն, դաժե լինում է, որ մենք չենք ծախսում, իմ դեղերի համար է հավաքում, ու ես դրա համար իրան շատ շնորհակալ եմ, որ ինքը իմ կողքին է միշտ ու չի թողում, որ ես տխրեմ։ Իմ մաման շատ լավ բնավորություն ունի, շատ բարի է, շատ սիրուն է։ Ես որ հիվանդանում էի, մաման գնում թաքուն լացում էր, ու հետո ես որ արդեն կարողանում էի խոսալ, գնում էի մամայի մոտ, ասում էի, որ սա լավ է լինելու, ես որ մի լացի, ու ինքը էլ չէր լացում։ Մամաս հետ պապաս էլ իմ մեջքին կանգնած են, իմ համար ամեն ինչ առնում են, որ ես ոչ մի բանի պակաս չունենամ։ Ես իմ մամային ու պապային ասում եմ, որ ես իրանք շատ եմ սիրում, ու իրանք իմ համար այս աշխարհում ուղղակի թանկ են։
հիմա, որ իմ Ալիկն ու Հարիկը իմ համար դեղեր են առնում, շորեր են առնում սիրում, բայց իրենց համար չեն առնում, իրանք իրանց հին շորերով են լինում, բայց ինձ թազը շորեր են առնում, որս ոչ մեկից հետ չընկնեմ։ Ես որ մեծանամ, իմ մամայից ու պապայից համար դառնալու եմ լավ մարդ, իրանց դժվար պահերին ոնց որ իրանք են ինձ օգնել, ես էլ իրանց եմ օգնելու։ Ես Աստծուն շատ եմ հավատում ու գիտեմ, որ այսքան վիրահատություններից հետո ճիշտ է չեմ բուժվում, բայց ես գիտեմ, որ Աստծով բուժվելու եմ։ Ես գնում եմ երգի, բժիշկների մոտ, որ Մալիկս ասել է, որ ես երգ եմ գնում, կեսից շատ ասում են, որ այդ խնդրի հետ չես կարա երգես, ու այս վերջերս, որ համերգ էր եղել, ես ինքս ինձ ապացուցեցի, որ ես կարող եմ երգել։ Մամաս եկել էր համերգը նայելու ու ես բեմից տեսնում էի, թե ինքը ոնց է ուրախացել, որ ես երգում եմ ու կարողանում եմ այս հիվանդությանս հետ երգեմ։ Ես երազում եմ ունենալ սինթեզատոր, որ ես համ նվագեմ, համ երգեմ, մեկ էլ դինամիկ ունենամ իր միկրոֆոնի հետ, որ ես տունի երգեմ, պարապեմ։ Ես կամ հաղորդումը շատ եմ նայել ու հավանել եմ այդ հաղորդումը ու մի օր որոշեցի, որ ես էլ նամակ գրեմ ես կամ հաղորդմանը, մտածեցի, որ իմ բախտիկը բերին ու ես կտեսնեմ իմ սիրելի երգիչին, Սաս Շախպարյանին, իր երգերը ամեն օր լսում եմ ամեն պահի, ինքը երգեր է գրում ու ինքը շատ լավ նվագում է գիտար, ես որ իր երգերը լսում էի, իր այդ հանգիստ երգերի մեջ ես արդեն պատկերացնում եմ իր բնավորությունը, իր հոգատարությունը ու իր լավ մարդ տեսակը։ Ես որ իրան հանդիպեմ, պինդ կգրկեմ ու բարձր կգորեմ, որ երազանքս կատարվեց։ Բախտանք, դու ես նամակ գրել ես կամին, ում ես ուզում տեսնել։ Սաս Շախպարյանին։ Ով է ինքը։ Գիտեք, ինքը շատ լավ երգիչ է, ես իր երգերն ու իր մարդ տեսակը շատ եմ սիրում, ինքը իմ կարծիքով բոլորին օգնում է ու բոլորի կողքին է։ Դա Աստված որ հանդիպեք։ Ունեմ մի շարք երազանքներ, առաջինը որ առողջանամ, երկրորդը որ տեսնեմ իմ սիրած երգիչին, Սաս Շախպարյանին։ Ինչ առողջական խնդիրներ ունես։ Երեխան ունի լեզվի հեմանգիոմա մալֆորմացիա, որ իրան շատ է խանգարում բնականon իր ապրելուն։ Երեխան միշտ նպատակ դնում է իր առաջ, խոչընդոտ է, չի կարողանում անընդհատ սպրիչներով կերակրվում, արունահոսություններ եւ այդպես շարունակ 7 տարի է բուժվում ենք տարբեր տեղեր, բայց դե արդյունքը լի չունենք։ Քանի որ համարում են եզակի հիվանդություն եւ ոչ մեկի մոտ դեռ ռեալ բուժում չկա։ Հավատում ես, որ կարող է տալ Աստված։ Այո, ես շատ եմ հավատում Աստծուն, որ գիտեմ, որ ինքը ինձ բժշկել է։ Դե փառք Աստծո։ Այո, միշտ մեծ հույսով մասնակցում է պատարակներին, ամեն կիրակի գնում է եկեղեցի, աղոթում է ամեն օր մեր գիրքը մեր ձեռն է, աղոթներով ընկապրում ու իր ամեն մի դրական շարժը երևի, չգիտեմ, ես էլ եմ վստահ, որ Աստված մեզ այսքան 7 տարվա մեջ մեզ տարբեր ճանապարհների առաջ կանգնեցրել է, բայց ես էլ եմ հավատում, որ վերջը լավ կլինի։ Շատ ուրախ կլինեմ, եթե գտնվի մի հատ լավ բժիշկ, լավ երկրում, որը կկարողանա վերջնական լուծում տալ մեր երեխայի խնդրին։ Այսօր ինքը հաճախում է երգի դասերի, բայց որ մի ամսվա մեջ կարող է 5 ժամը գնա, մնացածը չգնա, քանի որ անդադ արունահոսություն է լինում իր մոտ ու սկսում է սպրիչով սնվել, ամաչում անգամ դպրոց գնա ու տենց պահում ենք էլի մինչև երազանքը երգիչ դառնալն է, աժող երգեցողությանը հաճախում, Չարենցավանի դպրոցում, բայց տենանք ոնց կլինել իր վիճակը։ Բոլորիս աղոթքն է առ Աստված, որ Աստված վախտանգին առողջություն տա։ Եվ մեր հաղորդաշարի նպատակն էլ ձեզ ուրախացնելն է եւ հույս նշնչել, որ երազանքները կատարվում են։
Եվ մեր բարի տիկին Ռոզա Ծառուկյանից ձեզ նվերներ ենք բերել, որ կարողանաք վայելել մի քիչ թեթևանա ձեր կենցաղը եւ նաեւ իհարկե նվեր, բարձրախոս, Վախթանգին։ Դե իհարկե որտեղից գիտեիք, որ ես շատ եմ ցանկանում դինամիկ եւ բարձրախոս։ Ես կամի աշխատակազմը գիտի դրա մասին, որտեղ նամակ ես չէ գրել։ Նամակի մեջ գրել ես, որ ուզում ես։ Այո։ Եվ տիկին Ռոզա Ծառուկյանը իմանալով դրա մասին այս նվերը քեզ համար առավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ տիկին Ռոզա Ծառուկյանին, անկախ նրանից Վախթանգը կընտրվի թե չէ, շնորհակալ եմ բոլորին մեր կողքին լինելու համար եւ ձեզ մեծ օրհնություն տալու համար։ Դե փառքաս։ Հիմա խնդրում ենք ձեզ թույլ տալ, որ Վախթանգին տանենք, մենք իր համար անակնկալ ունենք։ Հետո տնօրենությունը կորոշի ընտրվելու է Վախթանգը, թե ոչ։ Թույլ եմ տալիս, շնորհակալություն։ Գնանք։ Հայկոյի ջան, մեր վարորդը այս նվերներով հանդերձ ես դուն կհասցնի, իսկ մենք գնանք անակնկալի հետևից։ Մենք։ Լավ։ Կյանքիս մեջ առաջի անգամ այսքան լարվածություն ունեմ։ Չգիտեմ ինչ կատարվում հետս, բայց անհամբեր սպասում եմ, թեև պետք է տենամ այն երեխուն, ով որ ցանկություն է հայտնել ինձ տեսնելու համար։ Հետաքրքիր բաներ ենք մտածել, փորձում ենք այնպես անել, որ փոքր ինչ երազանքներ իրականանան Վախթանգի համար, հուսամ ամեն ինչ լավ է լինելու, անհամբեր սպասում եմ մեր ուճուրին, Վախթանգին։ Գիտես մենք ուր ենք եկել։ Ոչ։ Ես քեզ բերել եմ Մայթոյ խանութ սրահ։ Ինձ ասացին, որ մի բարի մարդ ցանկանում է քեզ նվեր անել, հեծանիվ։ Իսկ ինքը որտեղից է իմացել, որ ես հեծանիվ եմ ուզում ունենամ։ Նամակի մեջ գուցե գրել ես։ Չէ, ես այդ նամակի մեջ չի գրել։ Ուրեմն սա հրաշալի է։ Գնանք ընտրենք։ Այո։ Իսկ ինչքան շատ հեծանիվներ կան։ Այո։ Բարև ձեզ։ Բարև Կարող եմ ձեզ։ ես ձեզ օգնել։ Մենք ուզում ենք հեծանիվ ընտրել։ Գնանք նայենք։ Դե իսկ ով է այդ մարդը, որ ինձ հեծանիվ է նվիրել։ Ճիշտ ասած ես իրեն չեմ ճանաչում։ Չգիտեմ, չասացին թե ով է։ Կուզենամ ես իրան տեսնեմ ու շնորհակալություն հայտնել, որ ինքը ինձ հեծանիվ է նվիրել։ Ներեցեք, իսկ այս հեծանիվը կարելի է ընտրել։ Այդ տարբերակը վաճառված է արդեն։ Իսկ որը կարող ենք։ Սա, Այդ տարբերակն էլ է վաճառված, ճիշտն ասած։ օրինակ այն սև ու կարմիրը։ Այդ տարբերակն էլ է վաճառված։ Հետաքրքիր է, բայց ցուցադրում եք։ Հա, բոլորը Ինչպես է։ վաճառված են այս պահին։ Բայց ճիշտ ասած, ինձ ասացին այստեղ պիտի գանք, եւ եթե այդպես է, իրոք արժի տնօրենության հետ խոսել։ Այսպես չի կարելի։ Մեզ ասել են գանք այստեղ, երևի թե նախապես պայմանավորվածություն էլ կար։ Կարող ենք մենք տնօրենության հետ հանդիպել եւ խոսել։ Այո, իհարկե, կարող եք մոտենալ, այնտեղ է տնօրենը շարքերում։ Ինձ թվում է, որ տնօրենը ավելի կազդվի, եթե երեխան մոտենա իրեն ասի։ Գնանք փնտրենք իրեն։ Կմոտենաս։ Այո։ Դե գնանք։ Տնօրենի մոտ ես եկել։ Այո։ Ինչ խնդիր կա։ Ինձ ասել են, որ այստեղ ինձ համար հեծանիվ պետք է պահեն, բայց չեմ պահել։ Իսկ ինչի համար են նկարում չեմ հասկանում։ Հաղորդում ա ուղղակի։ Պարոն Մուրադյան, ձեր մոտ են եկել։ Ինչ հարցով է։ Ինձ ասել են, որ այստեղ ինձ համար հեծանիվ էին պահել, որ գամ տամ, բայց չեմ պահել։ Ինչ հեծանիվա չեմ հասկանում, ինչի մասն է խոսքը։ Դուք ինչ որ ասեցին, ինչ որ մեկին եք ուզում տենակ, ում եք ուզում տենակ։ Սա Շախպալյանն է։ Ով է ինքը։ Ինքը երկիչ է։ Վստահ ես, որ ուզում ես տենաս։ Այո։
Ես քեզնից շատ եմ ուզում, որ քեզ տենայի գիտես։ Երկար ժամանակ է, որ ուզում ես տենաս, հա։ Դե Ղարաբաղում ենք, որ ես ուզում եմ ձեզ տենայի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Գիտես քեզ այսօր ինչքան լավ օր է սպասվում։ Տեղյակ ես։ Չէ։ Այսօր այնքան անակնկալներ ունես, այնքան մարդիկ կան, որ քեզ անակնկալներ են արել, նաև ես այդ թվում, գիտես։ Այսօր մի խոսքով քո համար շատ լավ օր է սպասվում։ Ես ահավոր լարված եմ, լարված եմ ու դեռ հիմա լարված եմ։ Շատ եմ ձեզ սպասել։ Ձեզ ընտրել նրա համար, որտեղ ձեր երկիրը շատ եմ սիրում, որ սիրում եմ ձեր մարդ տեսակը։ Իսկ դու որտեղից գիտեիր իմ մարդ տեսակը։ Որ ձեր երկիրը լսում եմ, ես արդեն պատկերացնում եմ, որ դուք լավ մարդ եք ու բոլորին օգնում եք։ Շնորհակալ եմ շատ ապրես որ ցանկություն ես հայտնել ինձ տենալու համար։ Ես էլ կփորձեմ ամեն բան անել, որ օրը քո համար գոնե մի փոքր ավելի շատ երազանքների օր դարձնեմ, որ դու միշտ հիշես այդ օրը։ Ես դա քեզ խոստանում եմ։ Եղավ, ընդհանրապես ոչ միայն այսօրով։ Մենք միշտ միասին կլնենք, ես միշտ քո կողքը կլնեմ, միշտ։ Եղավ, ու նաև ես գիտեմ, որ դու զբաղվում ես երաժշտությամբ, չէ՞, ճիշտ եմ, հա։ Այդ առումով նաև ես միշտ քո մոտ եմ լինելու։ Դա դու միշտ իմացի։ Շնորհակալություն ես։ Այսօրը քո համար կդառնա հիշարժան մի օր, ու այսօրը խթանկա հանդիսանա այն օրերից մեկը, որ քո համար լիքը ձեռքբերումներ կլինեն, հա։ Ես չեմ սիրում որևէ բան խոստանալ, բայց կփորձեմ հնարավորին ամեն բան անել, որ քո համար լավ լինի։ Եղավ։ Վայ, խթանք ջան, ես ինչ լավն ես դու։ Դու գիտես ինչքան ժամանակ է որ սպասում եմ, ինչ իմացել եմ, որ դու ուզում ես իմ հետ հանդիպես, իմ համար ուղղակի օրը տարի էր թվում, թե երբ է գալու ու որոշակի պատճառներով հա ձգձգվում, բայց դա իմ համար ավելի երկար էր թվում, քան իրականում ժամանակն է, այնպես որ ես անհամբեր սպասում էի, հնարավոր է քո չափ մի քիչ կամ քեզնից շատ սպասում էի, որ այսօրը գալու մենք հանդիպենք։ Եղավ։ Ես մի քիչ առողջական խնդիրներ ունեի, կներեք, որ դեզ այսքան սպասեցրել էի, ուղղակի հիվանդ էի, չէի կարողանում խոսալ եւ ուտել, դրա համար չէի գալիս։ Ես լսել եմ այդ խնդիրների մասին, դրա համար ավելի շատ էր անհանգստությունս, թե ինչպես ես, գիտես, ես չէի կարող գալ քեզ տեսնել, բայց ուղղակի լսում էի, հարցնում էի, թե դու ինչպես ես, այնպես որ տեղյակ էի առողջական խնդրիդ մասին, դրա համար անհանգստությունս ավելի շատ էր։ Դե, ինչ եք ուզում գնել, հեծանիվ, հա, չտվեցին։ Հա, չէ, ինչ են ասում։ Ասացին, որ բոլորը վաճառված են։ Հա։ Բայց դու գիտես, որ քո համար այստեղ մի հատ արդեն հեծանիվ ընտրվել է։ Ու շատ վաղուց։ Հա։ Չգիտես, դու արդեն ունես հեծանիվ եւ այդպես այսօր կշարունակվեն քո անակնկալների հերթականությունը։ Եղավ։ Եղավ։ Շատ լավ։ Ինչ անենք, գնանք հեծանիվիդ մոտ։ Այո։ Հա։ Գնացինք։ Արի։ Էնա քո հեծանիվիդ։ Առաջ։ Ահա։ Այս քո հեծանիվը դա։ Դե, շնորհավոր։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Որ քեզ ասում են վաճառված է, բոլորը վաճառված է, իրականում ոչ մեկ էլ վաճառված չէր։ Սա գիտեք, ես իմ հեծանիվը Արցախում եմ թողել ու այստեղ որ եկանք, դրանից հետո ես մամային շատ էի ասում, բայց մաման ինձ ասում էր, որ ավելի լավ է որ մենք ենք դուրս եկել, քան քո հեծանիվը, կարող ենք դեղ մնանք թուրքերի մոտ։ Ու շատ ցավալ է, այն ինչ որ թողել եք այնտեղ, գիտեմ որ շատերը շատ բաներ են թողել, բայց կարևորը առողջությունն է, եւ այստեղ կարող ենք ձեռք բերել այն, ինչ որ դու ժամանակին ունեցել ես, եւ թող դա սկսվի այս հեծանիվից, հուսամ դու ամեն ինչ կունենաս, այն ինչ որ ունեցել ես կամ անգամ իջես ունեցել, դու կունենաս այստեղ, հա, դա ես քեզ խոստանում եմ։ Եղավ։ Դե գնացինք որը շարունակելու։ Գնացինք։ Ողջույն Սաս ջան։ Ողջույն Տեր ջան։ Սաս ջան, շատ ուրախ ենք, որ եկաք եւ մեր վաղթանկի երազանքներն իրականացրեցիք։ Աստված ձեզ շատ թող օրհնի։ Շնորհակալ եմ։ Վաղթանք ջան։ Այո։ Շատ ուրախ ես։ Այո։ Ինչքան։ Ես սենց օր չի ունեցել, որ այդքան շատ ուրախ լինեմ։
Աստված տա դեր կյանքը արժևում է ինչքան որ լավ օրեր կունենաս եւ այն բոլոր լավ բարի նպատակները որ քո կյանքում կան թող իրականանան աղոթենք քեզ համար հա ցավտան Տեր Աստված մեր փառատիր քո վաղթանք ծառայի ցավերը եւ բժշկիր նրա հիվանդությունները դուր Տեր նրան կատարյալ առողջություն քո ամենահաղթ խաչի նշանով որով վերցրեցիր մարդկանց տկարությունները եւ դատապարտեցիր մեր կյանքի եւ փրկության թշնամուն դու ես մեր կյանքը եւ փրկությունը բարերար եւ բազումողորմ Աստված միայն դու կարող ես թողնել մեր մեղքերը եւ մերժել մեր ախտերն ու հիվանդությունները մեզանից եւ միայն քեզ են հայտնի մեր կարիքները ով բարիքներ պարգևող Աստված պարգևիր քո առատ ողորմությունը քո բոլոր արարածներին յուրաքանչյուրին ըստ իրենց կարիքների ում մեջ հանապաս փառավորվելով գովում է ամենասուրբ երրորդությունդ այժմ եւ միշտ եւ հավիտյան սավիտենից ամեն Սասջան լավ օր եմ մաղթում ձեզ Շնորհակալ եմ կհանդիպենք երեկոյան տաճարը Շատ լավ դե բարով մնաք Շնորհակալ եմ Վախթանգ ջան, Մայթոյ խանութսրահի անձնակազմի կողմից դու եւս նվեր ունես։ Թող այս պայս սկսած քո կյանքում ամեն ինչ լավ լինի։ Շնորհակալություն ձեզ։ Դե եւս մեկ անգամ շնորհավոր Շնորհակալություն։ Վախթանգ, մի հատ ինձ կասես դու ինչ երազանքներ ունես։ Երազանքս արժի երազանքսն եմ, որ լավանամ, ու մենք ապրենք Արցախում։ Իսկ երկրորդ երազանքսն է, որ էներ, որ ես ձեզ տեսնեմ, էնել այսօր տեսա։ Վախթանգ, դե այդպես երազանքները փաստորեն իրականանում են, չէ՞։ Այո։ Այնպես որ երբեք մի ասա, երբեք շատ հնարավոր է, որ դու մի օր լինես քո տունը, քո Արցախում, մեր Արցախում ու ոչինչ չի բացառվում։ Չէ, արդեն հասկացար, չէ, որ կարան լինեն բաներ, որ Ես մինչև չէի հավատում, որ երազանքները իրականություն են դառնում, բայց այսօրվանից արդեն հավատում եմ, որ երազանքները կարող են իրականություն դառնալ։ Ես քեզ շնորհակալ եմ, որ դու էլ ինձ այսպիսի պատասխանատու եւ լարված, հոզված ու ուրախ այսպիսի որ պարգևեցիր, ես էլ եմ քոպես ուրախ, որ կա մեկը, որ այդքան ցանկանում էր ինձ տեսնել։ Ու ես կարծում եմ, իմ երազանքներից մեկը այնա, որ ես դառնամ երգիչ, հայտնի, ես կարծում եմ, որ իմ համերգներից մեկում դուք էլ ներկա կլինեք։ Մեծ սիրով։ Ես անհամբեր կսպասեմ այն օրվան, երբ որ դու կայանաս երգի ասպարեզում, երաժշտության ասպարեզում այնքան, որ մի օր ես ինձ ինչպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի, որ պատիվ համարեմ քո համերգին գտնվելու համար։ Իսկ այսպեսի մի հարց։ Օրինակ դու կուզեիր, որ մենք երկուսով երգ ունենայինք։ Երգ երգեինք, տեսալովակ նկար անեինք ու հանրությանը ներկայացնեինք։ Այո։ Հա? Իսկ եւս մեկ հարց։ Ինչի մասին կուզեիր լիներ երգը։ Մեր զինվորների մասին։
զինվորների մասին։ Շատ լավ։ Դե նայ, ես քեզ խոստանում եմ բոլոր հեռուստադիտողների առաջ, որ մենք շատ շուտով կունենանք երգ եւ տեսահոլովակ, դա ես քեզ խոստանում եմ, հա? Այո։ Սա։ Վախթանգ, ես գիտես հիմա ուր ենք գնում։ Չէ։ Քեզ ուզում են տեսնել իմ դպրոցի սաները։ Արդեն երկար ժամանակ է, որ քեզ սպասում են, ու հիմա էլ նույնպես սպասում են, ու ուզում են, որ անպայման հանդիպեն քո հետ։ Այս մենք էլ Հա, կարաս երգես։ Իմ տարիներ խելագար, տարել եք իմ սերը էլի, բերեկելի։ Իմ տարիներ մոլորված, կարոտում եմ սիրուսելի, կանչում եմ բերեկելի։ Հարբել եմ ուզում էլի, սիրում եմ քեզ էլի, իմ սերս դե արի։ Հարբել եմ ուզում էլի, մոռանալ ցավերը վերքերիս հետքերի։ Բարև երեխեք ջան։ Լավ եք։ Հա? Ժպիտո։ Արինստի Վախթանգ ջան։ Երեխեք ջան, Վախթանգն է, իմ նոր ընկերն է, վերջապես կայացավ մեր երկար սպասված հանդիպումը։ Հուսով եմ դուք եք ուրախ, որ վերջապես կայացավ, ասեմ, որ իրանք էլ էին անհամբեր սպասում էին քո այդ հանդիպանը։ Եվ այստեղ գալու գլխավոր նպատակը այն էր, որ ես նաև ուզում եմ Վախթանգին միացնել ձեր շարքերին, այսինքն Վախթանգը նույնպես երբ ժամանակ ունենա, երբ ժամանակների կարող է գալ այստեղ եւ ձեր հետ միասին մասնակցել մեր վոկալի երգեցողության դասերին։ Վախթանգ ջան, հիմա ես ուզում եմ ներկայացնել, թե մենք որտեղ ենք գտնվում, սա իմ վոկալ դպրոցն է, վոկալ ստուդիան է, որտեղ որ ինչպես տեսնում ես, սովորում են շատ գեղեցիկ եւ տաղանդավոր երեխաներ, եւ ես քեզ նաեւ եւս մեկ անգամ խոստանում եմ, որ դու նաև բոլոր երեխաների հետ միշտ կմասնակցես այն տեսահոլովակներին, որոնց մեջ որ մասնակցում են իրենք։ Կուզես։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ բերել եք ձեր երգի ստուդիան։ Երկրորդն էլ շատ շնորհակալ եմ ձեզանից, որ ինձ կկանչեք ձեր երգերի տեսահոլովակների մեջ։ Անպայման միանշանակ կանչելու եմ, Վախթանգ ջան, բայց ես ինչքան ուրախ եմ, գիտես։ Հա՞։ Չգիտես։ Չէ։ Վախթանգ ջան, նախ ասեմ, որ բոլորս անհամբեր քեզ էինք սպասում ու շատ ուրախ ենք, որ դու հենց ընտրել ես մեր շատ սիրելի Սաշ Շախբարյանին ու ուղղակի ուրախ ենք, որ հիմա քեզ տեսնում ենք։ Հրաշք տղա ես։ Շնորհակալություն, ես շատ ուրախ եմ, որ ձեր կողքին եմ։ Ու ապրես դու։ Մենք իրոք շատ ուրախ ենք, որ դու եկել ես ու իմացի, որ դու այսօրվանից ունես մեզ նման ընկերներ։ Մենք մեր խմբով քո համար մի փոքրիկ անակնկալ ենք արել, շատ ենք սպասել քեզ ու ուզում ենք, որ այսօրվանից քո կյանքը ավելի լավին դեպի գնա։ Մենք իրոք շատ ուրախ ենք, որ դու այսօր եկել ես, ուզում ենք քեզ անակնկալը մեր նվիրել։ Թող այսօրվանից այս հեռախոսի մեջ դու ունենաս իրոք ժպիտով նկարներ ու լավ զանգեր լսես միայն։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Իմ համար շատ կարևոր պահ է ուշադրությունը, բոլորիցս շատ շնորհակալ եմ, ու ես անպայման կգամ ձեր մոտ։ Մենք քեզ կսպասենք։ Hallelujah.
մարդին ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսին Վախթանգ ջան, ես քեզ հիմա ուզում եմ ծանոթացնել իմ ընտանիքիս անդամների հետ, կինս Ամերին, Նարեն աղջիկս, ում ներքևը նույնպես տեսել էիր, այն երգը, որ դու սիրում ես, հիշում ես, այս մեղքի աշխարհում։ Հենց այդ երգը երգող աղջիկս է, ծանոթացեք Վախթանգի հետ։ Բարև։ Նարե ջան, ծանոթացի Վախթանգի հետ։ Արի։ Հա? Ոչ։ Ապրես։ Վախթանգ ջան, ես գիտեմ, որ դու ունեիր շատ երազանքներ, ես ասել էի, որ կփորձեմ այսօր երազանքներիցդ որոշ չափով որոշների իրականացնել։ Ես գիտեի, որ դու հաճախում ես դաշնամուրի դասընթացների եւ գիտեի, որ դու տունը չունեիր հնարավորություն քո դասերդ պատրաստելու համար, դրա համար ես քեզ նվեր եմ առել, սինթեզատորը, որ դու ես երազում, հա? Ինչ ես կարծում։ Լավն է։ Այո, շատ շնորհակալություն։ Սա քո հերթական նվերներից մեկն է եւ այսքանով չենք սահմանափակվելու։ Ես քեզ համար անակնկալ ունեմ եւ կուզեի, որ մայրիկդ քեզ տեսնի նոր հագուստով։ Հիմա կփորձենք տեսնենք որն է քեզ ավելի հարմար, որն է ավելի սազում եւ դրանով էլ կներկայանանք մայրիկիդ, հա? Դուք շատ լավ մարդիկ եք ու իմ ծնողները մենակ ինձ ունեն ու ինձանով են հպարտանում, ուրախանում, որ ես լավ եմ լինում, իսկ տխրում, որ ես վատ եմ լինում ու պատկերացնում, որ այսքան տեսնեն, ինչքան կուրախանան, դրա համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ, դու սրանից հետո պետք է միշտ ուրախ լինես։ Եղավ։ Եվ Վախթանգ, ես շատ ուրախ եի, որ քեզ տեսա։ Դու արդեն մեր ընտանիքի անդամն ես, հուսով եմ մեր հանդիպումները շարունակական բնույթ կրեն եւ վերջում այս բաժանման պահին կուզեի որպես մայր քեզ փոքրիկ ու շատ կարեւոր նվեր տալ։ Կուզեմ, որ դու միշտ կարդաս Աստվածաշունչը կամ մայրիկին խնդրես քեզ համար կարդա եւ միշտ աղոթես։ Աստված թող քեզ միշտ ուղեկից լինի քո ամբողջ կյանքի ընթացքում։ Խնդրեմ, սա քեզ։ շատ շնորհակալություն ձեզ։ Առողջ եղիր։ Վախթանգ ջան, քանի որ ես ասել էի, որ անընդհատ շարունակվելու է քո անակնկալների ցանկը, քո նվերները այսքանով չեն ավարտվում եւ գիտեմ, որ դու ասել էիր, որ ուզում եմ այնպիսի բաներ, որ մայրիկիս հոգսը մի քիչ թեթևանա։ Ես քեզ բերել եմ քաղցրավենիք եւ տնտեսական ապրանքներ, բայց ուզում եմ նշել, որ իմ այս բարի գործին միացել են նույնպես լավ մարդիկ, միացել են ինձ Չինար սուպերմարկետների ցանցի աշխատակիցները եւ X-O մարկետների ցանցը հանձինս տնօրեն Մարտունի գլխավորությամբ։ Շնորհակալություն, ես ամենը շատ եմ ուզում, որտեղ մաման շատ հոգս ունի ու այս ամեն ինչը որ դուք օգնել եք, գոնե այդ հոգսից կկտրվի ինքը։
ու դեղի համար գումար կխնայի։ Ես եմ շնորհակալ, սա դեռ սկիզբն է, դեռ լիքը լավ բաներ կլինեն, լավ օգնություններ կլինեն, եւ ես գիտեմ, որ քո մայրիկը այս կողմերում է եւ անհամբեր քեզ է սպասում, ու նաեւ գիտեմ, որ նա չգիտի, որ քո ցանկությունդ կատարվել է, ճիշտ եմ։ Ես գիտեմ, որ մայրիկս շատ է սիրում, դե երկիրա լսում է, ու որ դες տեսնի ինչքան կուրախանա։ Ես նույնպես կուրախանամ եւ վստահ եմ կասեմ, որ ինչքան լավ է, որ այսքան լավ տղա ունեք։ Եղավ։ Բարև ձեզ, անչափ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ եկալ եք իմ երեխուն ուրախացնեք։ Ես էլ եմ ուրախ եւ շնորհակալ եմ շատ այսքան լավ տղա, այսքան խելացի տղա ունենալու համար։ Ես մեծ սիրով եմ հանդիպել եւ ասեմ, որ ահավոր անհամբերությամբ էի սպասում մեր հանդիպմանը։ Առողջության պատճառով իհարկե ձգձգվում էր, բայց վերջապես հանդիպեցինք եւ դրա համար եւս մեկ անգամ ասում եմ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք իմ նոր ընկերոջ հետ։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ, անչափ ուրախ եմ, որ իմ երեխան ուրախացավ, որովհետեւ շատ էր սպասում, որ ձեզ տեսներ։ Եվ իր այդ ուրախությունը, որ ես տենում եմ իմ համար արժի, չգիտեմ, մի աշխարհ, որ իրան ուրախ տենում եմ ու շատ շնորհակալ եմ, որ այսօր ձեր ժամանակը տրամադրել եք իրան ու եկել եք հանդիպման։ Դե ինչ Վախթանգ ջան, իմ համար անկեղծ օրը շատ կարճ թվաց, որովհետև քո հետ իրոք շատ լավ էր, շատ հաճելի էր, բայց ես պետք է ցավոք այսօր քեզ հրաժեշտ տամ։ Դու մայրիկիդ հետ այսօր կգնաս տուն, իսկ ես այսօրվա էմոցիաների մասին կկիսվեմ քահանայի հետ, բայց մենք դեռ կհանդիպենք շատ հաճախակի եւ շատ երկար դեռ։ Եղավ, դեռ մենք իրար հետ գործեր ունենք, ես քեզ խոստացել եմ, որ դեռ պետք է մենք իրար հետ երգ երգենք ու ներկայացնենք հանրությանը, մայրիկին էլ ասենք, որ ես խոստացել եմ եւ վստահ եմ, որ լինելու է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ մեզ այսքան օգնեցիք։ Ես զերվանից արդեն հավատում եմ, որ երազանքները իրականություն են դառնում։ Ես եմ շնորհակալ ձեզ եւ ասում եմ հաջողություն եւ մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Սահջան, ինչպիսի օր էր ձեզ համար այսօր։ Շատ սպասված եւ ասեմ լարվածությունս այդ սպասողական վիճակը այնքան շատ էր, որ լարվածություններ առաջացրել, անգամ սկզբում կարծես թե մոռացել էի խոսալու ունակությունս, բայց ուզում եմ ասել, որ շատ հիշարժան եւ հագեցած օր էր իմ համար, իմ կյանքում։ Երբևէ մտածել եք, որ ձեզ եսկամից կզանգարեն։ Միշտ մտածել եմ, որ երանի լինի մի օր, որ ինչ-որ մեկի համար էլ ես երազանք դառնամ, այսինքն ինձ տեսնել է երազանք դառնա նրա համար եւ կայացավ այդ օրը։ Ավելի ճիշտ կլինի ասել երազել եմ այդ օրվա մասին, որովհետեւ դա կարծում եմ ցանկացած մարդու համար շատ մեծ հոգու ուրախություն է։ Չգիտեմ բարերս ոնց դասավորեմ, որ ավելի ճիշտ լինի միտքս, բայց անչափ ուրախ եմ ուղղակի։ Ես նկարանումներին սկզբից մասնակցում էի ու տեսա ձեր հուզմունքը, անհանգստությունը, ինչն էր պատճառը։ Պատճառը այդ սպասողական վիճակն էր, կարծում եմ, մանավանդ որ գիտեի, որ երեխան ունի առողջական խնդիրներ, ես ուզում էի նրան տեսնել, ձգվում էր մեր հանդիպումը եւ վերջապես կայացավ այդ գեղեցիկ պահը, չգիտեմ, կարծում եմ լարվածությունը այդ շատ սպասված վիճակից էր։ Վախթանգը շատ ձիգ տղա է եւ նաեւ իր հիվանդագին ապրումները իրեն զգաստացրել, ամրացրել են։ Ինչ կարծիք ունեք իր մասին, ինչպիսի տղա է ինքը։ Ինչպես նշեցիք, Վախթանգը շատ հասուն, մտածելաձևով եւ հավասարակշռված տղա է, մի պահ ինձ թվաց, թե ինքը այդքան էլ փոքր չէ, ուղղակի հասուն մարդ է, ինքը հավատում է առաջինը իրեն, վստահում էր, որ գալու է մի օր, որ ես ուղղակի ոչ մի առողջական խնդիր չեմ ունենալու, որտեղ նա ինքը իրեն հավատում էր։
եւ ասեմ, որ ես իրեն սկզբում հարցրեցի դու իմ որ երգն ես սիրում, նա ասաց ես սիրում եմ այս մեղքի աշխարհում ճանապարհ ինձ տվեք այդ երգը, Հիսուսի մասին երգը, ասաց իսկ ինչու համար, ասաց որովհետեւ ես երբ տեսնեմ Հիսուսին, ես վստահ եմ, որ իմ հիվանդություններս կանցնեն ուղղակի, ես կլինեմ լիովին առողջ։ Ու ես զարմացա մի պահ ու հասկացա, որ իրոք ոչ թե երեխա է, այլ հասուն մարդ է նա։ Դուք խորհուրդներ տվեցիք երևի իրեն, ո՞րն էր ամենակարևոր խորհուրդը։ Այն խորհուրդը, որով որ ես միշտ առաջնորդվում եմ, ես նրան ասացի, որ դու եղիր համեստ, բայց մի եղիր խելոք։ Թող քեզ գնահատեն քո դիմացիներդ, դու մի ասա ես կարող եմ, թող քեզ ասեն, որ դու կարող ես։ Ինչ եք տանում ձեզ հետ եսկամից։ Եսկամից ես ինձ հետ տանում եմ լիքը դրական էմոցիաներ, լիքը լավ հիշողություններ, ոգևորվածությունս է ահավոր շատ։ Ես կարծում եմ, որ այսօր ես լիարժեք եմ ապրել, որովհետև ինչ որ մեկի երազանքը կայացել է։ Օրհնյալ է Աստված եւ հազար փառք նրան։ Աղոթենք ձեզ համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ ես Տեր, օրհնյալ է անուն սուրբ փառածքոց, որ շնորհեցիր մեզ պահելս պատվիրանս քո, որպես հերկինս եւ հերկրի։ Աղոչեմ քեզ, զի կոչեցյալ ենք մենք հանուն քո Քրիստոնյայս, օրհնյա ըսաս ծառայս քո, որ հաճեցավ օգնել զվաղթանք ծառայի քո, որում շնորհյա Տեր զգատարյալ առողջություն, եւ մեկ գոհանալով փառավորեցուկս քեզ ընթոր եւ ընթոքույց սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյան սավիտենից, ամեն։